Հակաեկեղեցական արշավին միանալու հորդորները հասել են բանակ, հաստատում են մայրաթորից։ Մերզին ուժում հոգևոր ծառայություն մատուցող քահանաներին բարձրաստիճան զինվորականները պարտադրում են անցնել տիրադափ հռչակված հոգևորականների կողմը։ Սպառնացել են որում բարձրաստիճան զինվորականներ և աշխատավարձները կկտրենք ձեր, ճկուն վարվեք, ընտանիք ունեք, գործից կհեռացնենք և այլն և այլն։ Ավելի քան 40 գնդերեց է ծառայում մեր բանակում, ասում է Արագածոտնի թեմի հոգևոր հովիվը, որ նախկին գնդերեց է։ Տերմանուկի տեղեկություններով բարձրաստիճան զինվորականները գնդերեցներին կանչել ու հրահանգել են, ինչ-որ թղթի տակ ստորագրել, որ միանում են Փաշինյանի կողմն անցած հոգևորականներին, բայց նրանց մեծ մասը հրաժարվել է։ Ատժելի է այն արարքները, որ այսօր որոշ զինվորականներ լծվել են այդ գործին։ Եվ գիտեք ովքեր են այդ զինվորականները։ Նրանք, ովքեր որ պատերազմին չեն մասնակցել և փախչել են պատերազմներից, այսօր էլ բարձր պաշտոններ են զբաղեցրել և փորձում են հրահանգներ կատարել։ Ձեր ինչ գործն է։ Զարմացած է Տերմանուկը, որ իրավապահները չտեսնելու են տալիս այս ամենը։ Պաշտոնեական դիրքի չարաշահում չէ, երբ մարդուն ստիպում են անել իր կամքին հակառակ բան, օգտագործելով ավելի բարձր դիրքը։ Ուր են իրենց իրավապաշտպան հռչակած մարդիկ, որոնք օր ու գիշեր հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացնում։ Դանիել Իոնիսյանը ուր է, որ քրեական գործերի տրցակներ էր կազմում և ուղարկում էր Արագածոտնի քահանաների անուններով։ Պաշտպանության նախարարություն գրավոր հարցում ենք ուղարկել պարզաբանում ստանալու, թե ում հրահանգով են բարձրաստիճան զինվորականները գնդերեցներին հորդորում անել մի բան, որն իրենց սրտով չէ։ Էդգար Ղուշչյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։